Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-997-531 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարին հյուրընկալել եմ քաղաքագետ 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում ԿՊ թեկնածու Էդգար Առաքելյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, բարի գալուց մեր տաղավար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարող եմ ամեն դեպքում նախնական շնորհավորանքներս ձեզ, ձեր պայքարը փաստորեն արդյունք ունեցավ։ Եվ քննարկենք հետընտրական Հայաստանում ինչ է տեղ ունենում։ Փաստորեն քարոզարշավի ժամանակ ընդդիմությունը հայտարարում էր, որ դուք եք կաշառքների մասնակիցներ, այս կեսաթոշակների բարձրացման ձևով, առողջապահության ապահովագրության ձևով օգտագործում եք վարչական ռեսուրս, ահաբեկում եք ընտրողներին, ապօրինի կալանքներ եւ խուզարկություններ եք իրականացնում, դրսից մարդիկ եք բերում։ Իսկ հետընտրական Հայաստանում Պարզ դարձավ ըստ ընդդիմադիրների, որ դուք գողանում եք ձայներ, կեղծում եք ընտրությունների արդյունքները, զավթում եք իշխանությունը։ Եվ այս ամենի ֆոնին ուժեղ Հայաստանն այսօր կդիմի կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքները չեղարկելու եւ քաղաքացիական պայմանագրի արդյունքները վերանայելու պահանջով։ Կտրելու են ԿՊ-ի թևերը, ԿՊ-ն մեծամասնությունը կորցրած ուժ է եւ իրականում չունի ընտրողների 50%-ից ավելի աջակցություն։ Եթե վերահաշվարկներից հետո հարյուրավոր տեղամասերում ԿՊ-ի ձայները նվազել են, ըստ իրենց, նրանք արագ նաեւ դիմելու են սահմանադրական դատարան, մի խոսքով այս ընտրություններից հետո դժգոհությունների ալիք է բարձրացել եւ ուր է տանելու սա։ Եվ հարցս հետեւյալն է. եթե պարզվի եւ պահանջեն, որ ընտրությունները չեղարկվեն, ինչ է անելու քաղաքացիական պայմանագիրը։ Տեսեք, նախ վերահաշվարկների արդյունքում ի դժբախտություն իրենց ընդհակառակը ԿՊ-ի ձայներն են ավելացել եւ ըստ պայդրությամբ 1050 ձայներ ավելացել են, այսինքն սա ամբողջությամբ հերքում է իրանց թեզը եւ այն ինչ որ հիմա իրանք անում են, մեզ համար սպասելի էր, քանի որ սա էլի դրսից պլանավորված գործողություն է, որ ամեն դեպքում կասկածի տակ դնել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները, ապա փորձել լեգիտիմացնել այդ ընտրությունները, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ քաղաքակիրթ հանրությունը, միջազգային հանրությունը այլևս ընդունել է այս ընտրությունների արդյունքները, միջազգային հանրությունը ճանաչել է ընտրությունները, ավելին տասնյակ երկրների ղեկավարներ արդեն շնորհավորել են Հայաստանի վարչապետին իր առաջնորդած քաղաքական ուժի ըստ էության ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ եւ այստեղ այս ուժերին մնում է միայն ընդամենը ջուր ծեծել, այսպես ասած, եւ փաստացի բնականաբար իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ստվերեն ընտրությունների արդյունքները, քանի որ նրանք փաստացի այլ ակնկալիքներ են ունեցել այս ընտրություններից։ Մենք տեսել ենք, թե ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ինչպիսի տեղեկատվական կեղծ արշավներ են ուրեմն կազմակերպվել Հայաստանի նրա իշխանությունների դեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեմ, Հայաստանի վարչապետի դեմ, դրանք այդ հիբրիդային պատերազմի դասական ուրեմն կանոններն են եւ փորձում են կոնկրետ աշխարհաքաղաքական ուժը փորձել է մեր հասարակության ներսում անվստահություն սերմանել գործող իշխանությունների նկատմամբ, փորձել են վարկաբեկել գործող իշխանություններին։ Հաջորդը ես կասեմ ընտրակաշառքների փաստը, տեսեք, խոսում են իշխանության զավթումից, չէ, բայց Հայաստանում մի քանի տասնամյակ իշխանություն զավթած այս քրեա օլիգարխիկ ուրեմն համակարգի ներկայացուցիչները այսօր եկել խոսում են իշխանությունը զավթելու մասին, դա այն պարագայում, երբ որ հարյուրավոր ընտրակաշառքներ բաժանելու փորձերի հետ կապված ձերբակալություններ են տեղի ունեցել, գաղտնալսումներ են տեղի ունեցել, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էր խոսում, եթե չեմ սխալվում, 3 եւ տեսեք ինքը նշում է, որ ըստ էության այդ գաղտնալսված անձանցից ոչ մեկ չի հերքել, որ գործընթացի մեջ է այդ կոնկրետ զապիսը, հա, ձայնագրությունը հենց ինքն է, այսինքն սա նշանակում է, որ մարդիկ փաստացի իրենց մեղքը ընդունել են եւ հաստատել են, գիտեք, ընդդիմությունը շատ բան է ասում։
այսինքն Ռոբերտ Քոչարյանը խոսում է բռնաճնշումների մասին, այսինքն մենք Ռոբերտ Քոչարյանի ասածը պետք է հալած յուղի տեղ ընդունենք։ Ռոբերտ Քոչարյանը, որը Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում բռնաճնշումների հիմնահայրն է, հա։ Ռոբերտ Քոչարյանը այսօր եկել է խոսում է բռնաճնշումներից եւ կամ ընտրակեղծիքներից, այդ միավորները, հա, քրեա օլիգարխիկ, իրենք Հայաստանում բոլոր տեսակ ուրեմն ապօրինությունների կնքահայրերն են։ Ու այսօր իրենք եկել են խոսում են ընտրակեղծիքներից, դա այն պարագայում, երբ որ փաստացի մենք, ինչպես նշեցի, հարյուրավոր ընտրակաշառքներ բաժանելու դեպքեր բացահայտել եւ ըստ էության գործեր հարուցել հակակոռուպցիոն կոմիտեն եւ կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Ամեն դեպքում ձայների վերահաշվարկը կատարվում է եւ երկու տեղամասի բաց ձայները փաստորեն իջիկ եղան, դրանք մեր զինվորների ձայներն էին, քվեներն էին։ Դե այստեղ նույնպես ընդդիմությունն է պահանջել կամ բողոք ներկայացրել այդ հանգամանքի հետ կապված, այնտեղ ինչ որ կուտակումներ են եղել եւ այլն եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել չեղարկել ըստ էության անվավեր ճանաչել այդ տեղամասերում իրականացված քվեարկությունը։ Սա էլ նորմալ է։ Համարում եք, այսինքն օրենքի շրջանակներում։ Եվ պարոն Առաքելյան, մեծ աղմուկ է Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների հետ կապված Գագիկ Ծառուկյանի շուրջ քրեական գործ է հարուցվել, օդանավակայանում թույլ չտվեցին, որպեսզի նա հեռանա երկրից ժամանակավորապես։ Սա ինչի մասն է խոսում։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ քարոզարշավի ընթացքում սպառնում էր, եկեք իրենց անուններով ասենք, եւ հայտարարում էր, որ նրանք բանտ են գնալու, նրանք նույնիսկ երկիրը չեն կարողանալու լքել։ Ինչ է նշանակում հայտարարություններից գործի է անցել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, այն ինչ որ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, դա ասել է օրենքի շրջանակներում։ Իհարկե, եթե Գագիկ Ծառուկյանը հնարավորություններ օրենքի շրջանակներում չի ունենա լքել երկիրը, նա չպետք է լքի երկիր։ Կամ տեսեք, մի տեսակ այսպես զուգադիպություն է, հա, երբ որ ընտրություններից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանը փորձում է լքել երկիրը։ Դե ասում են ընտանեկան որոշակարգ կա, դա լքում չէր։ Իհարկե, մենք գիտենք փաստ, երբ որ իր որդին հեռացել է Հայաստանից ու չի վերադարձել։ Այսինքն ունենք չէ փաստ, եւ այդ փաստի հիմքով կան հիմնավոր կասկածներ, որ Գագիկ Ծառուկյանը նույնպես փորձում էր հեռանալ Հայաստանից եւ չվերադառնալ։ Դա ձեր կարծիքն է։ Դա իմ կարծիքն է։ Այսինքն մենք ունենք նաեւ փաստ, այսինքն պրակտիկա ունենք, երբ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամը քրեական ուրեմն գործի հետ կապված մեղադրյալ է եւ նա լքել է Հայաստանը ու չի վերադարձել։ Եվ մենք այդ փաստից ելնելով բնականաբար կարող ենք ասել, որ սա հերթական նման ձեռագիրներ, փորձներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանի հետ կապված կան դերևս եւ հակակոռուպցիոնի հետ կապված խնդիրներ եւ տարբեր ֆինանսական հարկերի չվճարման եւ այլնի հետ կապված խնդիրներ եւ ընտրություններում պարտություն կրելուց հետո միգուցե պարոն Ծառուկյանը փորձում էր, այսպես ասենք, ձևակերպենք հեռանալ Հայաստանից եւ հետ չվերադառնալ։ Կրկնեմ, իր ընտանիքի անդամի հետ կապված մենք նման այսպես դառը փորձ ունենք։ Բայց դա թույլ է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ 3 ճեպազրույցի ժամանակ արտահայտություն արեց, որ գործարքի հետ կապված հարց տրվեց վարչապետին, ընդ որում ասեմ, որ գործարքի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ հենց մեզ մոտ Հովիկ Աղազարյանը, որ իբր այդ մեր հարցազրույցի ընթացքում քաղաքացիական պայմանագիրի որոշակի ձևով փորձում է հարաբերությունները կարգավորել եւ առաջարկ ունի Գագիկ Ծառուկյանին եւ այդ հարցի շրջանակներում վարչապետը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանին եթե գործարք առաջարկվեր, ծնկաճոկ կհամաձայներ, կխնդրեին իրեն գործարք առաջարկեմ, ստոյկա կտա, որ գործարք առաջարկեմ։ Երկրի թիվ 1 դեմքը։ Տեսեք, ինչ վերաբերում է Աղազարյանին, ձևակերպումները օգտագործում։ Ես կարծում եմ, որ թերևս ամենավերջին մարդն է, որ կարա այդ հարցով խոսի եւ կարա ինչ որ օբյեկտիվ ինֆորմացիա տա,
Իսկ ինչ վերաբերում է խոսույթին, ապա այսպես ասեմ, իհարկե էմոցիոնալ ժամանակներ ենք ապրում եւ բնականաբար նման իրավիճակներ կարող են լինել, այնպես որ դրանք փոխադարձ են եղել այդ հայտարարությունները, ես կարծում եմ, որ առաջիկայում քաղաքական այս իրավիճակի հանդարտման ֆոնին նաև մենք այդ հարցերին կանդրադառնանք եւ կփորձենք, որպեսզի քաղաքական դաշտում խոսույթը շատ ավելի այսպես սուր չլինի եւ լինի շատ ավելի քաղաքագիր։ Ընդ որում դուք մուտք եք գործելու ազգային ժողով։ Ես դեռ չգիտեմ, ամենայն հավանականությամբ միգուցե դա կապված է մի շարք գործոններից, այնպես որ Աստված առաջ կտեսնենք։ Ամեն դեպքում խոսույթի հետ կապված, երբ լինեք այդտեղ հնարավոր է դուք այդ հորձանուտի մեջ ավելանաք, թե ընդհակառակը կփորձեք։ Ես մինչև ազգային ժողով գնալը երկար տարիներ նաև հանրային այսպես հարթակներով խոսել եմ եւ բոլորը ծանոթ են իմ խոսույթին։ Իհարկե կարող են լինել էմոցիոնալ պահեր, բայց այնուամենայնիվ բոլորը ծանոթ են իմ խոսույթին եւ չեմ կարծում, որ ինձ թույլ եմ տվել որևէ այլ բան եթերներում։ Իհարկե միջավայրը կարող է որոշակի ազդեցություն ունենալ, բայց կարծում եմ, եթե որևէ այլ խոսույթ կլինի իմ կողմից, կունենամ այդ համարձակությունը ներողություն խնդրել մեր հանրությունից, այնպես որ քաղաքականությունը լարված մթնոլորտ եւ ցանկացած մարդ կարող է հունից դուրս գալ եւ արտահայտություններ անել, որը միգուցե չպետք է։ Տեսեք, վարչապետի հունից դուրս գալիս է հաստում է նրան, որ նա քաղաքական հակառակորդների մասին խոսում է անձնական բնույթի գնահատականներով եւ կորում է այստեղ փաստարկված քաղաքական քննադատությունը, որը եւ դառնում է հանրության քննարկման առարկա։ Տեսեք, էլի նույն իրավիճակն են քննարկում, այնպես որ ես կարծում եմ, որ եղել են իրավիճակներ, երբ վարչապետը իր մեկնաբանությունները տվել է եւ եթե կա ինչ որ այսպես ասենք խնդիր, որը նաեւ օրենքով է կարգավորում, կարծում եմ այդ մարդիկ հնարավորություն ունեն դիմել օրենքին, իսկ մնացածը ես կարծում եմ քաղաքական խոսույթ է, միգուցե մի փոքր ավելի սուր կամ մի փոքր ավելի սուր, բայց ես կարծում եմ էլի կրկնեմ, այս քաղաքական իրավիճակի հանդարտման ֆոնին նաև կհանդարտվեն նման խոսույթները կամ հայտարարությունները։ Հիմա հասկանանք ինչպես են հանդարտվելու։ Այսօր ամեն դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու է Ուժեղ Հայաստանը, ինչ սցենարներ եք կանխատեսում։ Ես որպես այդպեսին որևէ այս սցենար չեմ կանխատեսում, սցենարը հետեւյալն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է ընտրություններում մեծամասնությամբ եւ միանձնյալ ձևավորելու է կառավարությունը։ Այստեղ այս սցենար չկա պարզապես։ Իսկ ինչ վերաբերում է ընտրախախտումներին, իմ անձնական կարծիքն է, եթե դա իմ իհարկե անձնական կարծիքն է, մենք տեսել ենք ձերբակալություններ ընտրակաշառքների հետ կապված եւ այդ ընտրակաշառքները վերաբերում են հիմնականում 3 կուսակցությունների, դա Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններին են վերաբերում ընտրակաշառքի դեպքերը այդ 100-ավոր եւ իմ անձնական կարծիքն է, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետքա ըստ էության անվավեր ճանաչի այն կուսակցությունների, ձայները այն տեղամասերում, որտեղից այդ ընտրակաշառքները բռնվել են եւ այլն, այսինքն այդ կուսակցությունների այն գրասենյակների տեղամասերում ուրեմն ընտրական արդյունքները իմ համոզմամբ պետքա չեղարկվեն, քանի որ փաստ կա արձանագրված, եթե դատական ակտ եւ որոշում կլինի, որ այո, այդտեղ եղել է ընտրակաշառքի բաժանում, ապա այդ տեղամասերում այդ կուսակցության ձայները պետքա անվավեր ճանաչվեն։ Դա իմ անձնական կարծիքն է։ Եվ փաստորեն ինչ են արձանագրում ԲՀԿ-ի ձայները ինչ է լինելու։ Ես անկեղծ չգիտեմ, մենք կսպասենք ամսի 14-ին եւ վերջնական կհասկանանք, թե ունենք երկու տարբերակ, մի դեպքում ԲՀԿ-ն մտնում է ազգային ժողով, մյուս դեպքում չի մտնում։ Չի մտնում ազգային ժողով եւ այդտեղ որևէ սարսափելի բան տեղի չի ունենում։ Սարսափելի քաղաքացիական պայմանագրի համար։ Ինչու՞։ Մյուս կողմի համար ամեն դեպքում նրանք պայքարում են ամեն մի ձայնի համար խորհրդարանելու։ Դե դրա համար նշեցի, ամսի 14-ին մենք կտեսնենք վերջնական արդյունքները եւ ըստ այդմ գնահատական կտանք։
Եթե պետք լինի, որ ինչ-որ ձևով ամեն դեպքում գործարքի մասին չէ խոսքը, այլ ինչ-որ երկխոսության, քաղաքական, այսպես ասած, կլոր սեղանի շուրջ նստել ինչ-որ մի հայտարարի գալ, հնարավոր է նման բան։ Հայտարարի մասին է խոսքը, ես չեմ պատկերացնում։ Ոչ մի ձևով դուք չեք տեսնում այս։ Օրինակ ինչ հայտարար, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինչ պետք անի, պետքա Գագիկ Ծառուկյանին ասի, գիտես, իշկա, ես քեզ այսքան ձայն եմ տալիս, լավ փակում են գնամ, կամ Գագիկ Ծառուկյանը ասում է քաղաքացիական պայմանագրին ես քեզ այսքան, այսինքն դա տրամաբանական չի, նման բան չի կարող լինել, այսինքն կա հստակ արձանագրված թվեր, կան գործընթացներ իրավական, հա, ուրեմն օրենքի շրջանակներում եւ այդ ամենը կկարգավորվի այդ ընտրական օրենսգրքի, քրեական օրենսգրքի, ուրեմն եւ այլ օրենքների շրջանակներում, որոնք վերաբերել են այս խնդրին։ Այսինքն դուք լրիվին վստահում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր գործառույթներին։ Դե չվստահելու ինչ հիմքեր ունենք։ Հիմքեր չունեք։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Առաքելյան, հաստատ կսպասենք Կիրակի օրը, տեսնենք ձայների հետ կապված վերահաշվարկը ինչ արդյունքներ կտա, քննարկվում է նաև մանդատների վերցնել եւ չվերցնելու հարցը։ Ընդ որում, ընդդիմության ընտրողը պահանջում է չվերցնել մանդատները, ասելով, որ իրենց ընտրողներին տեսնում են ավելի շատ իշխանության մեջ, քան Նիկոլ Փաշինյանի ընդդիմություն։ Նախ ընդդիմության ընտրողը դա կաշառք վերցրած մարդն է, ու չեմ կարծում, որ կաշառք վերցրած մարդը ինչ-որ քաղաքացիական դիրքորոշում ունի, վերցնել կամ չվերցնելու հետ։ Իր համար տարբերություն չկա
իրենք կվերցնեն մանդատը, չեն վերցնի մանդատը, քանի որ փաստացի իրենք քվեարկություն են կատարել ոչ թե քաղաքական հայացքներով, այլ գումարի չափով, այսինքն դա վերաբերում է իրանց ընտրազանգվածի ճնշող մեծամասնությանը, ու դա է վկայում նաև այդ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, ձերբակալումները եւ այլն։ Այս տեսանկյունից իրանք էլեկտորատ չունեն որպես այդպեսին, որ ասեն, իսկ մի մասն է եկե քվեարկի գնացել է, դրանք հիմնականում Ռուսաստանի բնակվող Ռուսաստանի քաղաքացիներ են։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, այստեղ մենք բաց ունենք եւ այո, եթե ես հայտնվում եմ գնամ խորհրդարան, իմ նախաձեռնություններից մեկը կլինի դա, որպեսզի մենք փակենք նաև այդ թեման օրենսդրական նախաձեռնությամբ։ Իսկ ինչ վերաբերում է մանդատներ վերցնել չվերցնելուն, ապա ես համոզված եմ, որ իրենք այդ մանդատները վերցնելու են, անկախ ամեն ինչից։ Ես նման համոզմունք ունեմ։ Դա ցույց է տվել նաև նախորդ տարիների իրենց պրակտիկան, երբ որ իրենք խոսում էին մանդատներ վերցնել չվերցնելու մասին, խորհրդարան գալու չգալու մասին, ու ինչ էին անում, իրենք գալիս էին ամեն նստաշրջանին գրանցվում են, որպեսզի աշխատավարձերը ստանան ու թողնում գնում էին։ Իրենք գալիս էին միջև վերջ Նիկոլ Փաշինյանի քոքը մաշեցնելու։ Դե կյանքը ցույց տվեց, թե ով մաշեց եւ միջև քոք ով մաշվեց, այդ քոք մաշողի նախկին 21 թվականի ցուցանիշը 21% էր, հա, 21-22% էր, հիմա կրկնակի ինքը NL այդ ֆինանսական միջոցների ներգրավման պարագայում կրկնակի այդ քոքը մաշել է, այսպես ասենք, եւ ըստ էության էլի կրկնեմ, որ իրենք վերցնելու են մանդատները, անկախ ինչ են հիմա խոսում, ինչ են հայտարարում եւ այլն։ Եվ ինչպես եք պատկերացնում այդ խորհրդարանը, մանդատները վերցնում են եւ մտնում են խորհրդարան։ Կարծես թե դեմքերը նույնն են եւ իրավիճակն է նույնը լինելու։ Ես չեմ կարծում, որ իրավիճակը նույնն է լինելու, այո, դեմքերը հիմնականում նույնն են լինելու, բայց մենք ունենք իրավիճակի լուրջ փոփոխություն։ Իրավիճակի փոփոխությունը դա այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ շատ կարևոր քաղաքական որոշում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշում կայացրեցին տեր կանգնել իրենց պետությանը, տեր կանգնել իրենց պետականությանը եւ ոչ ասել գուբերնիստներին, հա, Հայաստանը գուբերնիա դարձնող այդ քաղաքական խմբակներին եւ փաստացի կարող ենք ասել, որ Հայաստանում ըստ էության հաղթեց Հայաստանի Հանրապետությունը եւ պարտվեց գուբերնիան եւ այդ պարտված գուբերնիստները այսօր հայտնվելու են խորհրդարանում, դա իրավիճակի լուրջ տարբերություն է։ Մենք ունենք տարբեր բացահայտումներ թե ընտրակաշառքների հետ կապված, թե ուրեմն գործակալական այսպիսի գործակալական ցանցի հետ կապված բացահայտումներ եւ փաստացի կարող ենք իմի բերելով իհարկե կլինեն դատական որոշումներ ասել, որ այստեղ մենք ունենք իրավիճակի լուրջ փոփոխություն եւ այդ մարդիկ, ովքեր Հայաստանի դեմ ներգրաված են գործակալական, հա, այսպես գործունեության մարդիկ, ովքեր ընտրակաշառքներ եւ չգիտեմ ինչեր էին բաժանել, այսօր իրենց ներկայացուցիչները հայտնված են խորհրդարանում շատ թույլ դիրքերից եւ սա այդ թույլ դիրքերը իրենց ապահովել է մեր քաղաքացիների ընտրությունը եւ անկախ ամեն ինչից, անկախ բոլոր տեսակ ճնշումներից, վախեր սերմանելուց սկսած 300,000 ադրբեջանցիների վերջացրած այդ սննդի արգելումը, հա, արտահանման եւ այլն, այսինքն իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի վախ եւ չգիտեմ կասկածներ սերմանեն մեր քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք գնան եւ չգիտեմ իրենց 1 կիլոգրամ ինչ ասեմ ելակը շատ ավելին համարեն, քան պետականությունը, իրենց 1 կիլոգրամ պոմիդորը շատ ավելի կարևոր համարեն, քան Հայաստանի Հանրապետության պետականությունը, ու այստեղ էլ իրանք ուրեմն ըստ էության չեն հաշվարկել կամ այստեղ էլ իրանք մեր քաղաքացիների բարոյական նկարագրի հետ կապված թեր ինֆորմացիա կամ տպավորություն ունեն եւ այս ընտրություններում մեր քաղաքացին ապացուցեց, որ ինքը իր բարոյական նկարագրով կանգնած է ամենաբարձր դիրքում եւ ինքը տեղի չտվեց այդ 1 կիլոգրամ պոմիդորի, վարունգի կամ ծաղիկների արգելքին եւ գնաց ընտրություն կատարեց ոչ թե հանուն այդ ուրեմն պոմիդորի եւ վարունգի, այլ գնաց ընտրություն կատարեց հանուն պետականության եւ այո մենք ունենք իրավիճակի տարբերություն եւ Հայաստանը փաստացի շարունակելու է այն
զարգացման ուղին, որի մեջ է արդեն մի քանի տարի կամ նույնիսկ ամիսներ, եւ այդ զարգացման ուղիով մենք մեր երկիրը տանելու ենք վերջնական ինքնիշխանության, վերջնական զարգացման ու դարձնելու ենք տարածաշրջանի կարևոր պետություններից մեկը։ Տեսեք, խոսում ենք երկու կարևորագույն ուժերի մասին, ովքեր մտնելու են փաստորեն ազգային ժողով, եւ ինչպես եք այդ նրանց հավաքած ձայների մասին խոսում։ Ուժեղ Հայաստան ավելի շատ հավաքեց փաստորեն ձայներ, քան Ռոբերտ Քոչարյանը, ով իր քարոզարշավի ժամանակ հիշեցնում էր իր իշխանության 10 տարիների ընթացքում տնտեսության աճման մասին, մեր բարեկեցիկ կյանքի մասին։ Իսկ ուժեղ Հայաստան ընդհանրապես նրան ինչպես էին ընկալում է որպես բարերար Սամվել Կարապետյան, Մարտոպետության համար շատ բան է արել։ Մի խոսքով, այս ինչպես եք բացատրում ուժեղ Հայաստանի ձայները, նորից դրանք վերագրում եք ընտրակաշարքից, թե ով շատ բաժանեց, նա ավելի շատ ստացավ, թե ակնհայտ է նաև բացահայտումներից, որ ընտրակաշարքների մասսայական դեպքերը կապված են եղել հենց ուժեղ Հայաստան կուսակցության հետ եւ դրանով է պայմանավորված իր հավաքած ձայների մեծամասնություն։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում ըստ էության այդպես ասածները հալած յուղի նման չեն ընդունում ու մարդիկ կան սերունդներ, որոնք դեռ հիշում են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, իսկ Սամվել Կարապետյանը դե դրսից եկած նոր օլիգարխ էր, որի հետ կապված փորձեցին այդ ֆոնը ստեղծել բարերարի օլիգարխի ուժեղ, չգիտեմ, կառավարչի, բայց արդյունքում մենք տեսանք, թե ով էր նա, իր խոսքից սկսած եւ նաեւ գործից, ինչու ոչ գործից, քանի որ այս ընթացքում մենք տեսանք նաեւ հեծում տեղ ունեցող բացահայտումները, որը ցույց է տալիս այդ ճակերտավոր բարերարի իրական դեմքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կապված եւ այո, ընտրակաշարքները, այդ որ նշեցիք, ով շատ կարողացավ բաժանել, նաեւ շատ ձայն տարավ, ես դա բացատրում եմ հենց դրանով, քանի որ բացահայտված դեպքերի զգալի մասը հենց վերաբերում է այդ ընտրակաշարքների բացահայտված դեպքերի զգալի մասը վերաբերում է հենց ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Պարոն Արաքելյան, ամեն դեպքում ուժեղ Հայաստանը պնդում է, որ եթե ձայների վերահաշվարկը իրենց չբավարարեց, իրենք շարունակելու են իրենց պայքարը։ Պայքարի ինչ ձևեր եք օրինակ դուք ակնկալում։ Դե, գիտեք, նույն բանը ասում են ժամանակին այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որ մենք պայքարելու ենք, չգիտեմ, փողոցային, մենք տեսանք, թե քանի այսպես փողոցային պայքար նախաձեռնեցին եւ արդյունքում ինչ ստացանք, այնպես որ ինչ ասեմ, իրենք պետք է հաշվի առնեն նաեւ այս նախորդ փորձը եւ առավել եւս տեսեք, շատերը ասում են փողոցային պայքար եւ այլն, ումով են անելու այդ փողոցային պայքարը, էլի։ Ուզում եմ հասկանամ, որ Նիկոլ Փաշինյանից դրա հետո ոչ ոք չի կարողանում փողոցային պայքարը։ Ումով են անելու, եթե մարդիկ իրենց ձայները ստացել են ըստ էության ընտրակաշարքի միջոցով, ըստ ձեզ ընտրակաշարք վերցրած քաղաքացին գնալու է եւ գաղափարական պայքար տանի, կանգնի փողոցում պայքարի Սամվել Կարապետյանի կամ չգիտեմ։ Բոլորին եք ասում ընտրակաշարք են, գուցե մարդիկ չեն վերցրել, բայց իրոք փոփոխություններ տեսնելու նպատակով ես դրա համար բոլորին չասեցի, ես ասեցի ճնշող մեծամասնությունը։ Այդ բացահայտումները դրա մասին են խոսում։ Մեծ առումով իմ շրջապատում, որքան որ ես լսում եմ կամ լսել եմ իրենց քվեարկողների հետ կապված, հիմնական խոսակցությունը եղել է գումարը։ Այսինքն մարդիկ չեն եղել, որ գաղափարական ինչ որ մարդիկ են եղել։ Նրանք մի մասը եղել են դրսից եկած կոնկրետ Ռուսաստանից եկած մարդիկ, ովքեր ունեն, որոնց վրա այնտեղ նույնպես դուք տեսել եք նաև բացահայտումներից ճնշումներ են եղել։ Մենք մեր անձնական շփումներից ենք տեսել, որ շատ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների վրա ճնշումներ են գործադրել, որ դե այստեղ բաժական հավաքների այդ տեսեք, մարդիկ, ովքեր տարիներով չեն ապրում այս երկրում, ու ինչ որ 100,000 ռուբլիով կամ չգիտեմ քանի 100,000 ռուբլիով գալիս են այստեղ որոշելու այստեղ ապրող ժողովրդի ճակատագիրը, այդ մարդիկ պետքա նախ եւ առաջ այո գնան եւ այս երկրի համար ծառայեն։ Սա տուրիստական գոտի չի, այդ մարդիկ որ գան այստեղ ուտեղ խմեն, մի հատ ընտրության մասնակցեն, գնան այս ժողովրդի ճակատագիրը կրակի կոնկրետ մարդու ասած, հա, որ քվեարկում ենք ու նույն օրը վերադառնան, քանի որ կարող է այստեղ ինչ որ խժդժություններ լինել։ Ասեց եւ ընկավ դրական։ Այսինքն այդ մարդիկ պետքա հասկանան, որ
այո, դուք մեր հայրենակիցներն եք, մենք ձեզ հարգում ենք, բայց սա մեր երկիրն է, սա նախ եւ առաջ այն մարդկանց երկիրն է, ովքեր ապրում են այստեղ, աշխատում են, հարկեր են վճարում, բանակ են գնում, կրում են այս երկրի, այս աշխարհագրության բոլոր ուրեմն ծանրությունները եւ հետևանքները, պետություն են ստեղծում, ինչ որ մեկը, որը տարիներով բնակվել է Ռուսաստանում կամ Եվրոպայում կամ Ամերիկայում, որոշել է, որ պետքա գա ճակատագիր որոշի այս երկրի ու այս քաղաքացիների, ինքը չարաչար սխալվում է։ Բայց դրանք էլ մասնակցություններ չեն մեր երկրի զարգացման մեջ, գումարներ են ուղարկում, ֆինանսապես ընտանիքներին են։ Տեսեք, այդ գումարները, եթե մարդիկ ուղարկում են իրենց բարեկամներին, դա ուղարկում են իրենց բարեկամներին, լավ։ Այսինքն որևէ գումար չի կարող արդարացնել պետության ճակատագրի հետ կապված ոտնձգությունը։ Մասնակցությունը, եթե նրանք մասնակցում են այդ մարդկանց գոյատևման, ապրելու։ Ներողություն, ես նշեցի, չէ, այդ մարդիկ գումար են ուղարկում իրենց հարազատներին, նախ եւ առաջ իրենց հարազատներին։ Ֆինանսական որտեղ է ունենում։ Դե ներողություն, այդ գումարը որ գալիս է այստեղ, նույն հաջողությամբ եվրոպացի տուրիստը գալիս է այստեղ փող է ծախսում, շատ ավելի շատ գումար է ծախսում տարեկան կտրվածքով ու այդ շրջանառությունը առաջանում է, տնտեսությունը զարգանում։ Դե ինչ ասենք դե բերեք եվրոպացի տուրիստին էլ հնարավորություն տանք ուրեմն բան անի, այստեղ ընտրություն կատարի։ Դուք ասացիք, որ լինեք ազգային ժողովում այդ դրույթի հետ կապված կունենաք նաև նախագիծը։ Ես կարծում եմ, որ պետքա օրենսդրական նախաձեռնություն լինի, որով արգելվի այն մարդիկ, ովքեր ընտրությունների նախորդող 1 կամ 2 տարվա ընթացքում ինչ որ ժամանակահատված հիմնական բնակություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում, իրանք պետքա չքվեարկեն Հայաստանի Հանրապետություն։ Նկատի ունեք այս ընտրություններից գիտեք, մենք բերում են տարբեր երկրների օրինակները, բայց սպეციფიկ երկիր ենք, այն որ ունենք շատ ավելի մեծ սփյուռք, քան տեղում ենք ապրում եւ այդ սփյուռքը կարա իր քվեարկությամբ, սխալ քվեարկությամբ ազդել այստեղ ապրող պետություն պահող քաղաքացիների ու նաև պետության ճակատագրի վրա։ Տարբեր երկրների ազդեցությամբ, կապ չունի դա Ռուսաստանը կլինի, Միացյալ Նահանգները կլինի, Ֆրանսիան կլինի եւ այլն եւ այլն։ Իրենք կարող են այլ ազդեցություններով գալ այստեղ ընտրություն կատարել։ Այստեղ ընտրություն կարող է կատարել մարդը, որը ապրում է այս երկրում, հասկանում է այս երկրի խնդիրները, կրում է այդ իր ընտրության պատասխանատվությունը, նախ եւ առաջ կրում է իր ընտրության պատասխանատվությունը։ Ոչ թե այն մարդու նման, ով ասում է ես գալիս եմ ընտրեմ ու շուտ գնամ, քանի որ չեմ ուզում իմ ընտրության ըստ էության պատասխանատվությունը կրեմ, քանի որ այդ ընտրության արդյունքում այստեղ կարող են խժդժություն եւ իր ընտանիքին, այո, սպառնել, այսինքն ինքը թքած ունի այստեղ ապրող մարդկանց ու նրանց ընտանիքների վրա։ Կարևորը ինքը ինչ, չգիտեմ, հանգամանքներում, ազդեցություններով եկել է ընտրությունա կատարում, շահեր ունի, միգուցե նյութական, միգուցե աշխատանքային եւ այլն եւ այլն։ Այդ շահերով մարդը եկել է զուտ նեղ անձնական շահերով եկել է ընտրությունա կատարում ու նույն օրը հեռանում է, ընդ որում համոզված լինելով, որ այստեղ ինչ որ կարող են այլ process-ներ վտանգավոր լինել, որը վտանգում է իր ընտանիքին, բայց ինքը չի մտածում մյուսների մասին։ Եվ հետեւաբար այստեղ պետք է ընտրեն այն մարդիկ, ովքեր ապրում են եւ կրելու են այդ ընտրության պատասխանատվությունը։ Հարգելի հայրենակիցներ, նորանտապանը կրկին եթերում է։ Պարոն Առաքելյան, եթե ամփոփենք ընտրությունների արդյունքներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ սպասելու ենք Կիրակի օրվան, ամեն դեպքում ազգային ժողովի աշխատանքները ինչ որտեղ արդեն փորձում եք պատկերացնել ինչպես կլինի այս ընդդիմադիրների հետ կապված։ Հարցս հետեւյալն է. քաղաքացիական պայմանագրին ձեռնտու է ունենալ իրական ընդդիմություն։ Ես համոզված եմ, որ այո, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեռնտու է, քանի որ ընդդիմությունը դա մեր մոտ ընդդիմությունը ըստ էության մեծամասամբ դարձել է հակապետական մի հատ խմբակ, որը տարբեր երկրների ազդեցության ներքո գործում է Հայաստանի Հանրապետության պետական շահերի դեմ։ Դա այլևս ապացուցած փաստ է, ինչ ասենք։ Մարդիկ այսօր պաշտպանում են կոնկրետ երկրի աշխարհաքաղաքական, տնտեսական, քաղաքական եւ այլ շահերը Հայաստանի Հանրապետությունում։ Իրանք դարձել են այդ երկրի լոբբիստներ, այդ երկրի ազդեցության գործակալները կամ բացահայտումներ եւ այլն եւ այլն։ Այսինքն դասական առումով որպես այդպեսին մենք ընդդիմություն չունենք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը շատ անհրաժեշտ է այդ ընդդիմությունը, որպեսզի համատեղ ջանքերով, հա, նաև առողջ քննադատությամբ, այո, ինչ որտեղ նաև առաջ գնալ։ Քանի որ ցանկացած գաղափար, որ առաջարկում է
քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ մարդիկ դա մեկնաբանում են այլ կերպ, այդ մարդիկ մեկնաբանում են ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերի համատեքստում, այլ այդ մարդիկ մեկնաբանում են, չգիտեմ, երրորդ երկրի իրենց հետ, երկրի շահերի համատեքստում։ Եվ այստեղ մենք ունենում ենք խնդիրներ եւ բնականաբար առողջ ընդդիմությունը անհրաժեշտ է, որպեսզի ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, ցանկացած գաղափար իրականում առողջ, ուրեմն քննարկման ենթարկվի Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերի համատեքստում եւ ըստ էության ընդունվի եւ մենք ունենանք ըստ էության պետություն կամ մենք ունենանք քաղաքական դաշտ, որը եւ ընդդիմադիր թևում եւ իշխանական թևում պաշտպանում է Հայաստանի Հանրապետության պետական շահերը, ոչ թե երրորդ երկրների շահերը։ Ընդդիմությունը եթե շարունակի նույն ձեռագրով աշխատել, բոյկոտների մասին է խոսքը, բոյկոտում ենք, աշխատավարձ ենք ստանում, բացակայում ենք եւ նորից քաղաքացիական պայմանագիր ինքը գալիս, ինքը խոսում է, ինքը որոշում է, ինքը ծափահարում է։ Դա իրանց խնդիրն է, ես կարծում եմ, որ նաեւ ընդդիմությունը եթե եկել է փող ստանում պետությունից, այդ ընդդիմությունը պետք է աշխատի այլապես այստեղ ես կարծում եմ պետք է որոշակի օրենսդրական նախաձեռնություններ լինեն։ Ինչպես անել, որ նրանք աշխատեն։ Ինչպես անել, որ նրանք աշխատեն, տեսեք հիմա թվում էր թե ընդդիմությունը պետք է գա աշխատի, ինքը շահագրգռված լինի, բայց այս առումով էլ է, էլի քաղաքացիական պայմանագիրը ստիպված է լինելու ընդդիմությանը ստիպել, որպեսզի ընդդիմությունը աշխատի։ Գոնե այդ իրանց ստացած աշխատավարձերի համահունչ։ Եվ փորձենք հասկանալ ազգային ժողովից դուրս ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը դեռ չի շնորհավորել, սպասում է վերջնական արդյունքներին, բայց հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ իրենք լավ բարեկամական հարաբերությունների մեջ են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, արդյոք այդ նախնական շնորհավորանքը պետք չէր որպես ընկերական, այսինքն բարեկամական ինչ-որ մի ժեստ։ Գիտեք, դա Ռուսաստանի խնդիրն է, մենք այստեղ խնդիր չունենք։ Հայաստանի Հանրապետության վարչապետին շնորհավորել են աշխարհի համար առաջին գերտերությունը, աշխարհի ամենախոշոր պետության ղեկավարը, աշխարհի զարգացած գրեթե բոլոր երկրների ղեկավարները, ԵԱՏՄ երկրների ղեկավարները, այնպես որ մենք այստեղ խնդիր չունենք, եթե իրենք խնդիր ունեն, դա իրենց հարցն է, այնպես որ մենք շարժվում ենք մեր ներքին տրամաբանությամբ, ընտրություններում հաղթելու տրամաբանությամբ, նրանք ովքեր կշնորհավորեն, նրանք ովքեր այդպես մեծ ցանկություն չունեն, իրենց խնդիրն է։ Կրկնեմ, Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները այլևս կայացած փաստ են, Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել եւ այդ ուրեմն արդյունքները ճանաչվել են աշխարհի կողմից, մնացածը իրենց խնդիրն է։ Այդ երրորդ պետությունների մասին եք խոսում, հետընտրական զարգացումներ հնարավոր են այդ երրորդ պետությունների միջամտության շնորհիվ։ Կարելի է սպասել ցանկացած միջամտություն անթույլատրելի է եւ այն քաղաքացիները, այն մարդիկ, այն քաղաքական ուժերը, ովքեր երրորդ երկրների օգնությամբ կփորձեն Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործընթացներ գեներացնել, դրանք ուղիղ կհամարվեն երրորդ երկրների գործակալներ։ Այն կրկնեմ, այն քաղաքական ուժերը, այն ղեկավարները քաղաքական ուժերի, այն քաղաքացիները, ովքեր երրորդ երկրների միջամտությամբ կամ օգնությամբ կփորձեն Հայաստանի Հանրապետության ներսում քաղաքական գործընթացներ գեներացնել, նրանք կհամարվեն գործակալներ, երրորդ երկրների շահերը սպասարկող գործակալներ։ ՀԱՊԿ-ի հետ կապված ձեր կարծիքը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ որոշում իրենք կայացնեն, մենք կլինենք հաշտ։ Ամեն դեպքում Լավրովը հիշեցնում է, որ պատիժ է ինչ որտեղ սահմանվելու Հայաստանի Հանրապետության համար։ Դե կներեք, եթե իրենք հայտարարում են, որ Հայաստանը չվճարելու համար պետք է դուրս թողեն, թող դուրս թողեն, ինչ են սպասում։ Չեն սպասում էլի ես այտենց որ Հայաստանը այդքան վատն է, Հայաստանը պարտավորությունները չի կատարում, թող դուրս թողեն, ինչ են սպասում։ Վարչապետը ասաց, որ մենք դա կընդունենք ի գիտություն, այո, կընդունենք ի գիտություն։ Եվ ընտրությունների մասը համար ենք փակված, այսպես ասած, կսպասենք զարգացումներին։ Հիմա փորձենք հասկանալ, որպես ազգային ժողովի падգամավոր երբ մուտք գործեք ազգային ժողով։ Առաջի քայլերը որն է ձեր լինելու, ինչ որ ծրագրեր ունեք, նպատակներ ունեք, ինչ որ այս քարոզարշավի ընթացքում եք քաղել որոշակի խնդիրներ, որոնց պետք է անդրադառնալ, ինչից պետք է սկսել։ Գիտեք, ես կարծում եմ, որ այո, քարոզարշավը քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում քաղաքացիները տարբեր հարցեր բարձրացրել են, դրանք պետքա
ունենան իրենց լուծումները, բայց թերևս այս պայդրությամբ ամենակարևոր խնդիրները մեր պետության հիմքերի ամրապնդումն է, օրենսդրական առումով այնպես անենք, որպեսզի մեր պետությունը հնարավորինս զերծ մնա արտաքին ազդեցություններից եւ միջամտություններից, հատկապես այդ որ նշում եք քաղաքական գործընթացներում, եւ այս առումով կան իհարկե անելիքներ, իհարկե տարբեր ոլորտներ կան, իմ թերևս ամենակարևոր ոլորտը, որ իմ համար շատ կարևոր է, դա կոռուպցիան է եւ ես իմ գործունեության ընթացքում սուր պայքար եմ մղելու կոռուպցիայի դեմ նաեւ կապ չունի թե այդ կոռուպցիան որտեղից է ծագում, ինչ բնույթ է կրում, ընտրական է թե ոչ ընտրական է եւ այլն եւ այլն։ Սա են հիմնական իհարկե սոցիալական խնդիրներ եւ այլն, հիմնական այն շրջանակը, որը ես պատկերացնում եմ, որ իմ ազգային ժողով անցնելու պարագայում ես կզբաղվում, իհարկե ես գործել եմ թիմի ներսում եւ թիմը ունի նաեւ իր քաղաքական մոտեցումները եւ որպես թիմի անդամ ես բնականաբար նաեւ ենթարկվել եմ քաղաքականության մեջ այդ թիմի վարվող քաղաքականությանը։ Իսկ եթե ունենաք տարաձայնություններ։ Դե գիտեք, ինչպիսի տարաձայնություններ, չեմ կարծում որ մենք անձնական ինչ որ համոզմունքներ ունենաք, որ ինչ որտեղ բախումներ լինի այդպեսի։ Ցանկացած թիմում կարող է առողջ քննարկումներ եւ բանավեճեր լինել, բայց դրա արդյունքում միայն այդ որոշումներն են ավելի լավը դառնում, այնպես որ իդեպ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում այդ ուրեմն կարծիքների բախման ինստիտուտը թերևս ամենա ուրեմն լավն է դրված եւ հավաստիացնում եմ ձեզ, որ ցանկացած հարց այդ կուսակցության ներսում մշտապես քննարկվում է, բուրըն բանավիճեր կարող են լինել դրա արդյունքում Հովիկ Աղազարյան ունեցանք, Հակոբ Ասլանյան ունեցանք։ Տեսեք, Հովիկ Աղազարյան եւ Հակոբ Ասլանյանի հետ կապված մենք գիտենք թե ինչի համար են այդ մարդիկ հեռացվել կուսակցությունից եւ այն ինչ որ իրենք արել են, եթե չեմ սխալվում, նաև ինֆորմացիայի դուրս բերում կուսակցության ներսից, այսինքն դա անթույլատրելի է, դա գիտեք, նույնն է գրեթե երբ որ ապրես մի ընտանիքում, այդ ընտանիքի ինֆորմացիան դու փորձես դուրս հանել, ինչ նպատակով էլի փորձենք հասկանալ։ Եթե դու եկել ես մի քաղաքական ուժի ներսում աշխատում ես, ուրեմն դու պարտավոր ես նաև ենթարկվել որոշակի կանոնների, քանի որ կրկնեմ, դու եկել ես այդ քաղաքական ուժի ուրեմն կիսելով այդ քաղաքական ուժի գաղափարները եւ տեսլականը Հայաստանի Հանրապետության հետ կապված եւ կան ներքին աշխատանքային ըստ էության կանոններ, որոնք պետք է պահպանել։ Գուբերնիա չենք դառնալու, բայց գնում ենք դեպի թրքացման։ Այդ նույն գիտեք, կյանքը հետաքրքիր բան է։ Մարդիկ դեռ առաջիկայում պատասխան են տալու այդ 300,000 ադրբեջանցիներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ահաբեկելու համար։ Իսկ որտեղից այդ աղբյուրը։ Ինչու հենց այդ խոսույթը այդ։ Տեսեք, մենք երբ որ ուսումնասիրում ենք օրինակ Մոլդովայի ընտրությունների փորձը, այնտեղ կտեսնեք, որ օրինակ այդ նույն հիբրիդային հարցակումների շրջանակում Մոլդովայում էլ ըստ էության շրջանառվում էր 300,000 միգրանտներ բերելու, այդ որ եթե Մայա Սանդուն հաղթի 300,000 չգիտեմ միգրանտներ կգան, ձեր աշխատատեղերը կվերցնեն եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ թեման այդ շրջանակները միշտ կիրառել են տարբեր երկրների ընտրություններում կամ նույն վերջերս տեղի ունեցած Հունգարիայի ընտրությունները։ Ուրեմն Հունգարիայի ընտրություններում տարածվում էին այդ նույն արհեստական բանականությամբ գեներացված այդ վիդեոները, որտեղ հունգարացի ժողովրդին վախեցնում էին, եթե հանկարծ Օրբանը չանցնի, ուրեմն լինելու է պատերազմ, Հունգարիան ներգրավելու է ուկրաինական պատերազմում, ձեր երեխաները, զավակները գնալու են զոհվել։ Այդ նույն ձեռագիրն էր, ինչը որ այստեղ գեներացված այդ 300,000 ադրբեջանցիներ արհեստական բանականությամբ գեներացված այդ վիդեոռոլիկներն էին։ Այսինքն ձեռագիրը նույնն էր, սա Հայաստանի ու նրա քաղաքացիների դեմ վարվող հիբրիդային պատերազմի կեղտոտ ուրեմն գործիքակազմ էր, որը այսպես կոչված ընդդիմությունը օգտագործեց ձայներ կորզելու, մեր քաղաքացիներին վախեցնելու։ Իհարկե ինչ որ պահի դա ազդեցություն ունեցավ, քանի որ մեր հանդիպումներում քաղաքացիների հետ զգում էինք, Նիկոլ Փաշինյանն էլ էր, չէ՞ ասում, եթե սահմանադրական մեծամասնություն չլինեք, սեպտեմբերի պատերազմ կլինի։ Չէ, Նիկոլ Փաշինյանի ձևակերպածը այլ ձև էր, նախ ինքը չի ասել, եթե սահմանադրական մեծամասնություն չլինի
լինենք, ինքը ասել է, եթե հաղթեն նրանք, ապա այո պատերազմ է լինելու, քանի որ այո այս մարտիկ դրա մասին հայտարարել են, այս մարտիկ հայտարարել են, որ իրենք վերաբանակցելու են խաղաղության փաստաթուղթ, այս մարտիկ տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին եւ Թուրքիային, ու այսպես շարունակ։ Դա բնական է, որ չէ, այսինքն բնական այդ վերլուծությունը ցույց է տալիս, որ օբյեկտիվորեն այս մարդկանց քաղաքականությունը բերելու է հարևանների հետ բախման եւ սա առիթ է տալի Ադրբեջանին, որպեսզի ինքը նախաձեռնի պրևենտիվ հարվածներ կամ հարձակումներ Հայաստանի Հանրապետության վրա։ Նիկոլ Փաշինյանի ասած այդ դա էր։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Առաքելյան, հիմա հասկանանք ինչպիսի ազգային ժողով է սպասվում, մեզ փորձեցինք մի փոքր հասկանալ, բայց ինչ առանձնացրեցիք դուք ձեզ համար այդ քարոզարշավի ժամանակ եւ Նիկոլ Փաշինյանը մի քանի կետեր արդեն կառավարության նիստի ժամանակ արձանագրեց, դրանք մարդկանց հետ քաղաքացիների հետ անդադ շփումները պետք է լինեն, կաբինետային այդ հանդիպումներից դուրս գալ դեպի միջավայր եւ ինչ եք կարծում, ինչ իր համար առանձնացրեց Նիկոլ Փաշինյանը եւ ինչ առաջադրանքներ եք ունենալու դուք որպես նրա կողմից ղեկավար։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը հերթական անգամ իր համար առանձնացրեց, որ այն գաղափարը, հա, պետություն ունենալու գաղափարը, որը առաջարկում է, հա, ինքնուրույն ինքնիշխան ժողովրդավարական պետություն ունենալու գաղափարը, որը առաջարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ խաղաղության գաղափարը, դա ամբողջությամբ ընկալվել է մեր հասարակության կողմից, որի արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ուրեմն քվե։ Տեսեք, մնացած հարցերի հետ կապված հավաստիացնում եմ ձեզ, թե սոցիալական, թե տնտեսական, թե այլ։ Ես տասնյակներով համայնքներ եմ այցելել, ու այդ համայնքներում դուք չեք տեսնի վատ ճանապարհներ, այդ համայնքներում, եթե միտեղ դպրոց է կառուցվել, ապա շարունակվում է մանկապարտեզը կառուցվել, Գյումրին է շոկային մանկապարտեզը, այո, այդտեղ մանկապարտեզը կառուցվել, ապա դպրոցն է շարունակում կառուցվել, այսինքն սոցիալ տնտեսական ենթակառուցվածքային առումով այսօր մենք խնդիրներ չունենք, այսօր շատ համայնքներում մենք ուրեմն առողջապահության նախարարի հետ հերթեր էին գոյանում, որ քաղաքացիները շնորհակալություն էին հայտնում այդ բարեփոխման համար, այդ ապահովագրության համակարգի ներդրման համար։ Բայց դա ունի բացերը, որ պետք է վերանայել եւ բնականաբար դա նոր համակարգ է մեզանում, որը պետքա ժամանակի ընթացքում հղկվի եւ դառնա իդեալականին մոտ։ Այս առումով ես կարծում եմ մենք եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը պատկերացնում են սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք պետք է առաջիկայում լուծումներ տրվեն եւ ԿՊ թիմը թերևս կամ ԿՊ կառավարությունը թերևս Հայաստանի պատմության միակ կառավարությունն է, որը նման մասշտաբային սոցիալական ծրագրեր է իրականացնել, նաեւ ենթակառուցվածքային ծրագրեր, այսինքն այս առումով էլ չկա որևէ այլ կառավարություն, որը նույնիսկ մոտ կլինի այն սոցիալական մասշտաբային ծրագրերի կյանքի կոչմանը, ինչ իրականացրել է ԿՊ կառավարությունը։ Իսկ մնացած առումով ուղերձը, ինչպես ես արդեն նշեցի, ուղերձը մեկն էր եւ շատ տեղերում մենք հանդիպում ենք նաեւ այսպիսի հուզիչ իրավիճակների, երբ որ ուրեմն վարչապետին մոտենում են մարդիկ եւ ըստ էության ասում են մեզ մենակ չթողեք սրանց առաջ։ Ես կարծում եմ, որ դա է հիմնական մեսեջը, որ քաղաքացիները հղել են Հայաստանի վարչապետին եւ ԿՊ թիմին, եւ այո, ԿՊ թիմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու մեծ առումով Հայաստանի Հանրապետությունը մենակ չի թողնի այս ընդդիմություն կոչվածների հետ մենակ չի թողնի, քանի որ իրենց նպատակը Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն ոչնչացնելն է, եւ մենք այդ մեսեջը ստացել ենք մեր քաղաքացիներից, ու մեր քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ մենք մենակ չենք թողնի մեր քաղաքացիներին, մենք մենակ չենք թողնի մեր պետականությունը։ Պարոն Առաքելյան, տեսեք, դատաիրավական համակարգում շատ բացեր կան։ Մենք գործեր ունենք, հենց ես ինքս աշխատում եմ մի ծնողի հետ 12 տարվա իր որդու սպանության գործն է։ Նիկոլ Փաշինյանը այս անգամ հայտարարեց, որ նմանատիպ երկարաձգված այդ դատավարություններին պետք է վերջ տրվի։ Դուք եք խոսում եք հակակոռուպցիոնի մասին, խոսում եք ինչպես եք պատկերացնում դատաիրավական համակարգում ինչից պետք է սկսվել այս 12 տարի դատավարություն,
Վերջի երևում է, բայց Դե դրա մասին էլ ենք մենք խոսել, դրա մասին ընդ որում երևի ամենաշատ խոսացած թեմաներից մեկն է, որի մասին վարչապետը բարձրաձայնել է։ Իհարկե, այստեղ կա սահմանական փոփոխություններով այդ հարցերին վերջնական լուծում տալու խնդիրը եւ նաեւ հնդածս պետք է հասկանանք, փորձենք այլ լուծումներ գտնել եւ տալ այս համակարգը ավելի լավը դարձնելու համար եւ ես հույս ունեմ, որ դա կհաջողվի։ Արթուր Օսիպյանը ազատ արձակվեց։ Ինչ կասեք։ Գիտեք, քաղաքասարակության ներկայացուցիչները իրենց երաշխավորությամբ ազատ են արձակել, բայց ես մի բան կնշեմ։ Մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մենք տեսել ենք թե ինչպես հոկտեմբերի 27-ին մեր պետության ողնաշարը ըստ էության ջարդվեց եւ նման հայտարարությունները պետության ղեկավարի նկատմամբ անթույլատրելի են եւ ես չեմ հիշում դեպք, երբ որ օրինակ Արթուր Օսիպյանը Լեռնային Ղարաբաղում երբ որ ապրում էր, ինքը այդ անարդարությունների ֆոնին նման հայտարարություններով հանդես եկած լիներ այդ ժամանակ Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ, այն ժամանակ, երբ որ իրենց քաղաքականության արդյունքում Ղարաբաղը այսպես տարի առ տարի հանձնվում էր, երբ որ մսխվում էր Ղարաբաղի եւ Հայաստանի դիմադրողականությունը, հնարավորությունները եւ ես չեմ հիշում, որ այդ անձնավորությունը նման հայտարարություններով հանդես է եկել, այնպես որ իրենց խնդիրն է, դիմել են քաղաքասարակությունը, ազատ են արձակել, սա էլ ժողովրդավարության ցուցիչ է։ Այո, եւ այնպես որ թող այսպես հերոսներ չսարքեն ինչ որ մարդկանցից, ովքեր անթույլատրելի հայտարարություններ են արել Հայաստանի վարչապետի, ու մեծ առումով կապ չունի թե ով է Հայաստանի վարչապետը։ Շնորհակալություն պարոն Առաքելյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։